Այսօրվա իմ պատմությունը սկսվում է արևային սարքերից, որոնք օգտագործում էին հին Եգիպտոսում, Չինաստանում դեռ հազարավոր տարիներ մեր թվարկությունից առաջ։ Այնուհետև 13-14-րդ դարում դրանք դառնում են մեխանիկական, 16-րդ դարում գրպանի, իսկ այսօր ատոմային են, ու մենք անվանում ենք խելացի, smart։ Բարև ձեզ, ես Վարդուհի Սարգսյանն եմ։ Նրանց համար, ովքեր դեռ ինձ չեն ճանաչում, դուք T-Stories from Vard ինտելեկտուալ հարթակում եք։ Այս ճանապարհը մարդկությունը անցել է, որպեսզի կարողանա տնօրինել ամենաթանկ բանը՝ ժամանակը։ Այսօրվա խոսքս ժամացույցների մասին է, որոնք այսօր էլ բարձր ստատուսի սիմվոլ են։ Արևային ժամացույց կա Երևանի կենտրոնում, Կասկադ համալիրի վերածնված Հայաստան հուշակոթողի վրա։ Քչերը գիտեն, որ նման ժամացույց կա նաև Հրազդան քաղաքում, Աղբյուրակ զբոսայգու մուտքի մոտ։ Հին և միջին դարերում արևային ժամացույցները տեղադրվում էին վանքերի, եկեղեցիների պատերին։ Իհարկե, այս ամենը հասանելի չէր հասարակ ժողովրդին, նրանք չէին կարողանում կարդալ ժամը, և եկեղեցիներն էլ հեռու էին, վերնախավի ներկայացուցիչները, ովքեր ունեին ծառաներ, նրանց էին ուղարկում եկեղեցի ժամը իմանալու։ Եկեղեցու ժամերգություններն էլ կապված են ժամի հետ, երբ մարդիկ ըստ դրանց կարողանում էին պլանավորել իրենց առօրյան։ Ինչպես գիտենք, փոքր եկեղեցիներին նաև ժամ ենք անվանում։ Անպայման կոմենտներում գրեք ձեր կարծիքը, թե ինչու է այդպես։ Արևային ժամացույցներն աշխատում էին միայն արևոտ օրերին։ Անպամած օրերին, երբ չկար ստվեր, հնարավոր չէր իմանալ ժամը։ Ու դրա համար մարդկությունը 13-րդ դարում ստեղծեց մեխանիկական ժամացույցները։ Իսկ ինչու են դրանք տեղադրված հիմնականում բերդերի մեծ աշտարակների վրա? Պարզ պատճառով։ Սկզբում նրանց մեխանիզմները հսկայական էին։ Մարդկությունը միշտ ցանկանում է իշխել ժամանակին։ Թերևս սա ամենանկառավարելի ռեսուրսն է։ Ժամանակը անգին է, ու դրա համար աշխարհի տիրակալները միշտ ցանկանում են ունենալ այս հզոր զենքը։ Այսօր բազմաթիվ ինդուստրիաներ են աշխատում փորձելով կանգնեցնել ժամանակը։ 1571 թվականին դա արեց Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա I-ը, ժամանակը կրելով իր ձեռքին ժամացույցի տեսքով։ Թերևս սա ավելի շատ զարդ էր, քան ճշգրիտ սարք, բայց այն շատ ավելին էր, քան աշխարհի ամենաթանկարժեք զարդերը։ Դա ժամացույցն էր, որի տիրուհին էր Ելիզավետա I-ը։ Իսկ առաջինը ճշգրիտ սարքը, որ արդեն ոչ թե զարդ էր, այլ ճշգրիտ ժամացույց, պատրաստել է շվեյցարացի ժամագործ Աբրահամ Լուի Բրեգեն։ Oui, Документ. у меня дипломатик паспорт. Документ. О, мадемуазель, я буду жаловаться. Այս բրենդը մինչև այսօր էլ ամենահայտնիներից է։ Իսկ առաջի ժամացույցը Բրեգեն պատրաստել է Նապոլեոն Բոնապարտի քրոջ Նեապոլի թագուհի Կարոլինայի համար։ Գոտին գործված էր ոսկե թելերից և թագուհու մազերից։ Իդեպ Կարոլինան ամուսնացած էր ծագումով հայ գեներալ Մյուրատի հետ։ Կայսրեստ արժանվում գնահատեց սարքը, որը ոչ միայն զարդ էր, այլ նաև իշխանություն ժամանակի վրա ժամացույցի տեսքով։ Ինչպես գիտենք, Բոնապարտը գնահատում էր գեղեցիկը, Ժոզեֆինան ժամանակի ամենագեղեցիկ կանանցից էր, ով թելադրում էր նորաձևություն։ Նապոլեոնը անսահման սիրով սիրում էր Ժոզեֆինային, տենչում նրա հետ հանդիպումների ու որպես նշան համատեղ անցկացված ժամանակի անգինության նա սկսեց Ժոզեֆինային նվիրել ժամացույցներ։
Իդեպ այս ժամանակաշրջանի հետ է կապված հնահավատությունը, երբ ասում են, որ սիրելիակին չի կարելի ժամացույց նվիրել։ Ինչպես գիտենք, զույգը բաժանվեց երեխաներ չունենալու համար ու ճակատագրական այս բաժանումը կապվեց ժամացույցների հետ։ Կանացի թևնոցների վրա տեղադրված ցարքը ցանկանում էին ունենալ նաև տղամարդիկ։ 16-րդ դարում ստեղծվեցին գրպանի ժամացույցները։ Ինչու գրպանի, հիմա կհասկանանք։ Ի տարբերություն կանացի թևնոցներից, այս ժամացույցները կախվում էին շղթայի վրա եւ նախատեսված էր, որ դրանք պիտի կրեին ձեռքում։ Սա անհարմարություն էր առաջացնում ու ժիլետների վրա կարվեցին գրպաններ, որոնք կան մինչև օրս ժամացույցների համար, իսկ վերջիններս ստացան գրպանի անվանումը։ Ինչն է հին ժամանակներում ծառայել որպես զարթուցիչ։ Իհարկե աքլորները, որոնց կանչով մարդիկ արթնանում էին ու պլանավորում իրենց օրը։ Ինդուստրիալիզացիայի պայմաններում անհրաժեշտություն առաջացան զարթուցիչների։ Մարդիկ տեղափոխվում էին մեծ քաղաքներ, հեռանում գյուղական բնակավայրերից ու առաջացավ մասնագիտություն՝ զարթուցիչ։ Նրանք հիմնականում ծեր մարդիկ էին, ովքեր առավոտյան շուտ բամբուկե ձողերով թակում էին աշխատող մարդկանց լուսամուտները ու արթնացնում։ Այս ժամանակներից հայտնի է մի կնոջ անուն՝ Մերի Սմիթ, ով իր վարպետությամբ բամբուկե ձողով սիսեռահատիկներ կրակելով լուսամուտների վրա արթնացնում էր մարդկանց և չէր խանգարում հարևաններին։ Ой. Այս կնոջ աշխատանքը գնահատվում էր, որովհետև սիսեռահատիկները չէին խանգարում հարևաններին և արթնացնում աշխատող մարդկանց։ Այսօր ժամացույցները մենք անվանում ենք Smart Watch-եր։ Առաջին թվային ժամացույցը վաճառել է Seiko ընկերությունը 1978 թվականին։ 2015 թվականից մեզ հասանելի են Apple Watch-երը, որոնք ցուցադրվել են 2014 թվականին։ Մարկ Տվենն ասում է. 20 տարի հետո դուք ավելի շատ կհիասթափվեք այն բաներից, որոնք չեք արել, քան այն բաներից, որոնք արել եք։ Այնպես որ գործեք, նավավարեք, զգացեք քամու օգնությունը ձեր առագաստին, գնացեք առաջ։ Այս սկզբունքով էր շարժվում Ժյուլ Վերնի Ֆիլիաս Ֆոգը։ Ամեն ինչ հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ տնօրինել ժամանակը։ Ֆիլիաս Ֆոգը վիճում է Լորդ Մեյսի հետ, որ ինքը կարող է 80 օրում ճամփորդել աշխարհի շուրջ, որպեսզի արժանանա Բլինդա Մեյսի ձեռքին։ Ու իր հավատարիմ օգնական Պասպարտուի հետ Мистер Фок, все упаковано. Мы готовы ехать. Вы здесь, мистер Фок? Вы в порядке, мистер Фок? Паспорту. Посиди со мной немного. շարժվում էին դեպի արևելք, արևին ընդառաջ, ու այն պահին, երբ թվում է, թե ուշացել են պլանավորված ժամից, պարզվում է, որ ժամային գոտիները անցնելով նրանք շահել են ամբողջ մի օր։ Ֆիլիաս Ֆոգը հաղթում է վեճը, ստանում Լորդ Մեյսի օրհնությունը, համաձայնությունը, ամուսնանում Բլինդայի հետ։ Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ապարդյուն վատնենք մեր ժամանակը, հետևելով ուրիշների կյանքին։ Մեջբերեմ Սթիվ Ջոբսի խոսքերով ասում է, որ ձեր ժամանակը սահմանափակ է, մի վատնեք այն ապրելով ուրիշների կյանքով։ Վայելեք ձեր կյանքը, արեք ամեն ինչ, որպեսզի այն հնարավորինս մոտենա այն իդեալականին, որը դուք եք պատկերացնում։ Այսօր մենք խոսեցինք ժամացույցներից, իսկ ժամանակը ոսկի է։ Վստահ եմ, որ այն ծախսեցիք պրոդուկտիվ, բաժանորդագրվեք, լայքեք, կհանդիպենք։